Համագումարի բացման օրը բացվեց նաև Սուրբ Էջմիածնի միաբանը 19-ից 20-րդ դարերում լուսանկարչական եւ արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը։ Նույն թեմայով Արարատ Քահանա Պողոսյանը բանախոսություն կարդաց համագումարի մասնակիցների համար։ Ցուցահանդեսում ամփոփված փաստագրական նյութը էջմիածնական ականավոր միաբանների, հայրապետների մասին է։ Նրանց գործունեությունն անջնջելի հետք է թողել թե մայրաթոռի, թե հայ ժողովրդի պատմության մեջ։ Նրանք ոչ միայն հոգևորականներ են եղել, այլև հայտնի մտավորականներ ու գիտնականներ։ Գևորգ IV կաթողիկոսը հիմնադրել է նոր շրջանում Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Այստեղ կրթվել են ոչ միայն ժամանակի հոգևորականները, այլև ապագա գրողներ, ուսուցիչներ, երաժիշտներ, պատմաբաններ, հանրային գործիչներ։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հատկապես Սուրբ Էջմիածնի միաբանությունը, որը կարևոր ներդրում ուներ հայ հասարակության մեջ, հատկապես Արևելյան Հայաստանում, տեսնում ենք, որ նրանց դերը ավելի կարևորվում է մայիսյան հերոսամարտերի ժամանակ եւ տեսնում ենք, որ այս անկախության վերականգնման ամբողջ ընթացքի մեջ հայ եկեղեցին իր միաբանների դեմքով ունեցել է կարևոր ներդրում։ Այդ միաբանները ոչ միայն զինվորագրվում էին հայոց բանակին, մարտական կոչերով ոգեշնչում հայոց բանակի զինվորներին, այլ անձամբ իրենք նաև դառնում էին Հայաստանի մասնակից էին դառնում Հայաստանի ղեկավարմանը։ Էջմիածնի միաբան Գարեգին Հովսեփյանը նշանավոր հայագետ էր, մայրաթոռի թանգարանային հավաքածուի ստեղծողներից մեկը։ Գևորգ VI կաթողիկոսը 1940-ականներին կարողացել է մեղմացնել հայ եկեղեցու հանդեպ Խորհրդային Միության հալածանքը, վերաբացել փակված ճեմարանը, կրկին հրատարակել հայագիտական ամսագիրը։ Ցուցադրված նմուշների մեջ է հայրապետի խնդրագիրը Ստալինին։ Վրա հասած Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ հայրենական պատերազմը փոքր-ինչ շտկեցին, մեղմեցին պետության վերաբերմունքը հատկապես հայ եկեղեցու նկատմամբ։ 44 թվականին հայ եկեղեցու ազգընտիր տեղակալ Գևորգ Չորեքյանին հաջողվեց անձնական հանդիպում ունենալ Խորհրդային Միության ղեկավար Յոսիֆ Ստալինի հետ եւ այնտեղ որպես խնդրագիր Գևորգ Չորեքյանը ներկայացրեց մի քանի կետեր, որոնք եկեղեցուն հնարավորություն կտային նորովի ներկայանալու եւ նորովի իրականացնելու իր ազգապահպան եւ հոգեվոր առաքելությունը։ Բարեբախտաբար այդ օրերին տեղի ունեցող Խորհրդային Միության շուրջ տեղի ունեցող եւ պատերազմական իրավիճակը այնպիսին էր, որ պետության ղեկավարը հասկացավ, որ պետք է թույլատրի։ Հերմինե Հակոբյան, Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։